Ողջույն, համեղ բան եմ պատրաստում ու որոշեցի անպայման ձեզ ցույց տամ, թե ինչ եմ պատրաստում, համեղ և օգտակար։ Արդեն ամեն ինչը կտրատել եմ, հիմա ասեմ ինչ եմ պատրաստում և ցույց տամ։ Ուրեմն, ինչպես հասկացաք, սմուսի եմ պատրաստում, այստեղ կտրատել եմ խնձորը, գազարը և նարինջը։ Հիմա այս բոլորը ուղարկում ենք բլենդերը մի հատ լավ հարմա։ Այսպես։ Տեսնենք Դավիթը կփորձի։ Նարինջը։ Բա մի ձեռքով նկարելը ու մի ձեռքով գործանելն էլ է սա։ Այսպես ամբողջը լցրել եմ։ Հիմա կավելացնեմ մեկ բաժակ ջուր։ Այսպես մեկ բաժակ ջուր։ Բերանը փակեմ ու միացնեմ։ Վերջ։ Այստեղ լցնեմ, չեմ միացիում բաժակ բերեմ, լավ։ Եվ լցնենք բաժակի մեջ այսպես։ Ձողիկը դնում ենք մեջը ու վայելում ենք մեր համեղ և օգտակար սմուսին։ Հիմա փորձեմ։ Շատ համեղ է։ Նրանք տեսնենք Դավիթը կխմի։ Իրար հետ շատ լավ համադրվել են։ Համով հյութ է։ Հոդքաշի։ Պասի։ Ինչ հաճակ։ Համով չի։ Ինչի։ Ինքը քամած է սիրում։ Քամած է սիրում։ Վայ ուտեմ ես քո այն մռութը, որ խառնիր իրար։ Որ չեկավ։ Ինքը որ սենց խոշոր է լինում, մեջը չի սիրում, պետք է միայն հյութը լինի։ Քամած։ Տեսնեմ Նվարդը կհավանի, ես շատ հավանեցի։ Սատամ Նվարդին։ Նվարդ։ Էդ ինչ էր ընկավ։ Բարև ձեզ։ Կարելի է։ Նա ինչ համով հյութ եմ բերեք ես, սմուսի եմ բերե Նվարդ։ Փորձես։ Խմուտես։ Մի խոսքով, այս համեղ և օգտակար հյութը ես կխմեմ, ոչ մեկ թյուզում։ Նկատեցի, որ արդեն դեկորացիան պետքա փոխեմ, պետքա արդեն լինի աշնանային տոների մեջ, ու ինչ էի գնել են օրը, այսենց։ Հերթը հասավ աշնանը։ Ով է սիրում աշուն, ես ճիշտն ասած այդքան էլ չեմ սիրում աշունը, միած սա կտրեմ։ Ես ավելի շատ գարունն եմ նախընտրում ու ամառը։ Տաք եղանակներ։ Գարունը կյանքի սկիզբն է, ամառն էլ դե որ տաք, արև, այս մոմն էլ այստեղ էլ չի սազում,
Մտածում եմ սա էլ փոխեմ մի տեսակ, չնայած չէ, աթոռներիս հետ լավ է, եթե հարմար բան գտնեմ կարելի է, դեռ չեմ գտել հարմար, այս սենց, մի նայեք են հետևի պլանում նվարդիկի շորերն է, իր աղմուաղը, պահարանը փոխում ենք, իր հագուստները սաղ այստեղա, սենյակը սենց տակնու վրա են կարել էլի, ու մեկ էլ ինչ էի ցույց տալի, ունեի ճիշտն ասած, ջուրը լվացվելուց չթափվի էլի սենց ձեռքերի վրով, ուրեմն գլխինը ունեմ, բայց ձեռքերինը մի տեսակ լոճվել էր, էլ չէր պահում, ջուրը արանքներից անցնում էր, դեն նետեցի, տո այն օրը տեսա, ասի մի հատ կանի վերցնեմ, սենց, սիրուն էր համեկ գույնը դուրս եկավ, ու մեկ էլ սենց փոքր ֆորմաներ եմ վերցրել, որպիսի համեղ թխվածքաբլիթներ պատրաստեմ, 3 հատա, արջուկ ֆորմաներն է, սենց համեղ բաներ կպատրաստենք Դավիթի համար, մինատյուր են, բա, տեսնեմ երբ եմ պատրաստելու, մենակ առնում բերում եմ, մի խոսքով այսենց դեկորացիաս փոխեցի, մազերի խնամք, նոր եմ պատվիրել, փորձեմ ինչու ոչ, հիմա միասին բացենք, ցույց տամ ինչա, եկա, բա դու ես տիպես, ոնց ես խոսում դու, տեսնում եք Դավիթը ոնց է խոսում, Հայաստանից եկել եք ու սենց, Այստեղ աղբեր ջան, աղբերով է խոսում, դուք ես էլ խոսում, Սպասի մաման բան է ցույց տալի, ուրեմն սա կոլագեն մասկա է մազերի, սա էլ իրա յուղն է, աղբեր ջան, լավ եք, այո, ես քեզ արա դու շտիպես, իրար հետ խառնում ենք ու քսում ենք մազերին, իմ մազերը լավ խնամքի կարիք ունի, դրա համար ուզում եմ անպայման փորձել, վնասված մազերի համար է, ինքը վերանորոգում է մազերի մանրաթելերը ու փափուկ փայլուն տեսք է հաղորդում, հիմա փորձենք ու ձեզ ճշմարտությունը կասեմ, դե կտեսնեք, իրոք արդյունք է տալիս թե ոչ, ջոցը ինչ է պարունակում, պարունակում է մակայի էսենցիա և արգանի յուղ, ինչ կա մեջը, Կամ հոտոք ասել, լավ հոտ ունի, ուզում եմ ուտեմ, հիմա այս այնց պետք է մի քիչ վերցնեմ, յուղը կաթացնեմ, խառնեմ իրար ու քսեմ մազերիս, գնացի, կամ քժոքն է, կժության ժամն է, Դավիթի, կժություն անում, այս սենց մազերը սանրում ենք, շատ թաց պետքա չլինի, ասես չորացնենք մի քիչ, մեկ, այսպես մի հատ էլ լավ քամենք, վերջ, ուրեմն ինչ ենք անում, տենում եք ամեն դեպքում այդքան էլ լավ որակ չի, խնամքի կարիք ունի մի խոսքով, աշխատում եմ լավ խնամել իրենց, որ հանկարծ չնեղանան, հիմա ինչ եմ անում, իրան այսենց վերցնում եմ, վատ հոտ չունի, մի հատ սենց մատանից հանեմ, չեմ սիրում, որ յուղոտվում է, այսենց լցնում ենք յուղը, լավ, մի հատ ենք ապ,
Մի հատ լավ խառնում ենք։ Ու կսում ենք այսպես։ Արմատներին չէ, միայն կեսից այսպես, ապ։ Այսպես լավ կսում ենք, մերսելով, արդեն զգում եմ, թե ինչպես փափկեց մազերս, այսպես, ահա, որից հետո պետք է թողամ 10-ից 15 րոպե, այսպես, վերջ, ես ոնց փափկեց մազերս, հոտն էլ է շատ հավես, լավ հոտ ունի, երևի այսպես մի հատ կապենք, թողնենք 15 րոպե։ Այդ սպասում եմ 5 րոպե անցել է, անաս 10 րոպե։ 10 րոպե էլ դիմանամ ու գնամ լվանամ։ Հիմա ինչ եմ անում, ցույց տամ ինչ լավ գործի եմ անցել։ Չիր եմ սարքում, առավոտվանից միացրել եմ։ Այս վերևը խնձոր է, իսկ 1, 2, 3, 4 շարք սև սանուր։ 9 ժամ 70 աստիճանի տակ իր համար կամաց չի արվում։ Բա առավոտվանից հրինագիտեք չէ։ Ապարատը չրի, որտեղից եմ ձեռք բերել, Lidl-ից։ Անցած տարի եմ առել, իջել էր իմ հիշելով կամ 24 էր, կամ 27 եվրո, լավ չեմ հիշում, անցած տարի եմ առել, էժանացել էր, բա։ Ուրեմն 15 րոպե սիրելիները սանցել է, այսպես ձեռ եմ տալի, իսկապես ամրացել է մազերս, զգում եմ էլ, որ փոփոխություն կա։ Դե մինչև չլվանամ, չֆենեմ, ոչ մի բան չեմ կարող ասել, ուղղակի այսպես ձեռք տալով զգում եմ, որ ինքը մի տեսակ պնդացել է, որտեվ իմ մազին ճանաչում եմ էլի ամեն դեպքում։ Քան նոր մազի խնամք կա, պետք է անպայման փորձեմ։ Մանավանդ, որ այդպես գովաբանում են, իսկապես իրեն շատ են գովաբանում, ու արդյունքը սենց պարզ երևում է, թե հիմա գովազդ է, չգիտեմ, բայց զգում եմ, որ արդեն փոփոխություն եմ նկատում։ Դե լավ, լվանամ ու կամ։ Ես եկա։ Ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչ ազդեցություն է թողել այս նոր խնամքը մազերի։ Լվանալուց զգում էի, որ շատ էր փափկել, հիմա սանրելուց էլ կերևա, որտև իմ մազերը սանրելուց խճճվում է, հիմա մտնեք։ Մի հատ է փորձեմ, հոյակապ, մտնեք ոնց է իջնում, մտնեք, սովորաբար իմ մազերը այսպես հեշտ չի սանրվում, մանավանդ լվանալուց հետո միշտ խճճվում է, դեռ միայն դրական բաներ կարող եմ ասել, մի հատ է սենց չորացնեմ, այսպես խառնեմ ու նորից սանրենք, մտնենք։
ինչպես կարող եմ գող չլինել։ Հա։ Միայն սանրելուց արդեն գոհ եմ։ Հեշտ սանրվում է։ Հիմա մի հատ մազերս պետքա ֆենեմ, չորացնեմ, բայց երևի արդեն ուշ է։ Հիմա գնամ Դավիթիս քնացնեմ։ Եթե այսօր չհասցրեցի մազերս չորացնեմ, ֆենեմ, ուրեմն առավոտյան կանեմ, վլոգներ առավոտը կշարունակեմ։ Այստեղ ձեզ չեմ ասում բակապակա, երևի կասեմ միայն բարի գիշեր։ Ինձ համար մի ամբողջ գիշեր, իսկ ձեզ համար մեկ ակնթարթում, դե լավ, ամեն դեպքում կմիանամ։ Ինձ իմանալով ես չէի համբերի մինչև առավոտ։ Մազերս պարտադիր պետքա ֆենեի, որ գնայի հանգիստ Դավիթիս քնացնեի։ Ասեմ շատ արագ ա ֆենվել, ընդամենը երևի 7 րոպե։ Հայել եմ մտնեք։ Նայեք։ Մի խոսքով ոնց որ թե հավանել եմ, սա շաբաթը մեկ կարող ենք անել ամեն անգամ հաճախակի օգտագործելուց ավելի մազերը որակը լավանում է, սնուցվում է ու այսպես փայլա հաղորդում է, նայեք այնքան փափուկ է, որ էլ չասեմ, էլ չգովաբանեմ, լավ։ Մի հատ առավոտյան լույսի տակ, որտեղ սենց ոնց որ մութ արդեն, լավ չի փոխանցում, մի հատ առավոտյան լույսի տակ կնկարահանեմ, որտեղ իսկապես մազերս փայլ ունի, որ ասենք բլոնդը, բաց մազերը գունաթափված, փայլ այդքան էլ չունել, 1000-ից մեկ որ փայլի, մուք մազերը ավելի սենց արտահայտիչ փայլում է, բայց ասեմ, որ սա էլ սենց փայլում է։ Բա, սենց, հիմա գնամ Դավիթիս քնացնեմ, ամոթն էլ լավ բան, արդեն չգիտեմ ժամը քանիսն է, 10-ն է։ Գնամ քնացնեմ ու այստեղ ձեզ ասում եմ բարի գիշեր, բայց վաղը առավոտյան կմիանամ, որպեսզի մի հատ էլ բարի լույսով, սենց լույսով մազերիս փայլը տեսնեք։ Սիրելիներս, բարի լույս։ Տեսնում եք ինչ արագ վերադարձա։ Չեմ մոռացել, հա, միացել եմ, որպեսզի կիսվեմ նոր խնամքով, գոհ մնացի, թե գոհ չմնացի, չնայած երեք ասացի չէ, որ գոհ եմ, առավոտյան սենց հասցրել եմ մի քանի հատ խոպովներ եմ արել, արև չկա, որ փայլը երևա, բայց ամեն դեպքում երևում է, ինձ թվում է, տեսնում եք, այս ամբողջ փշրված մասերը ծայրերի, լավ ապակինվել է, սենց սնուցվել է, նայեք ինչ փայլ ունի, փափկ է, մի խոսքով շատ լավ մազերի խնամք է, իսկ որտեղից եմ պատվիրել, Ամազոնից, գինը մոտավորապես 50 եվրո 40 քանիս, ճիշտն ասած չէի հավատում այդքան, վիդեոներով որ տեսնում էի, սենց քսում էին մազերները, փայլում էր, մի անգամից սենց լրիվ փոխվում էր փափկություն, փայլ, մի խոսքով ասում էի, հա, փորձեմ, չփորձեմ, երկար ժամանակ ասես կասկածում էի, էլի։ Հետո ասի դե լավ, հիմա ինքը դիմակա մասկա է, ամեն դեպքում վնաս չի տա, արի փորձի Արմինե, ու իսկապես շատ գոհ մնացի։ Խորհուրդ եմ տալիս սիրելիներս, եթե ունեք վնասված մազեր, անպայման
փորձեք, գող կմնաք։ Այստեղ էլ չիրն է, 9 ժամ դրել էի, հետո 4 ժամ ավելացրել եմ նորից, դեռ չի չորացել։ Այսի չորացած է երևում, բայց էլի մեջը մի տեսակ փափուկ է։ Հիմա խնձորները շատ լավ է եղել, խնձորների մասին խոսք չկա։ Բնական, այսինքն կտրել եմ, դրել եմ իրենց։ Խնձորը շատ լավ է ստացվել իմիջայլոց, բայց սև սալորը տարօրինակ է երևում։ Չգիտեմ, էլի դնեմ, չդնեմ, թե մի քիչ էլ այսպես թողնեմ։ Ուղղակի վախենում եմ մլակները հավաքվեն, որովհետև ահա որ մլակներ կան։ Այս տարի չգիտեմ ինչ են լսեմ, մլակները վրա են տվել մեզի։ Այ խնձորին ինչ լավ է չորացել։ Սրանից հետո միայն խնձոր եմ անելու։ Համ արագ է լինում, համ էլ շատ լավ է ստացվում։ Այս տարի ծիրան էի արել, էլի սենց նայեք մեջը լրիվ բանա, հումա։ Ծիրանն էլ մի 10 անգամ դրել եմ, որ չորանա, չէր չորանում։ Մի խոսքով այս մեկ ուզում եմ ուտեմ։ Մյուս անգամ մենակ խնձոր եմ անելու։ Ես է խնձորիչի շատ եմ սիրում։ Արագ, որակով, համեղ։ Ինչ եք ասում, մի քիչ թողամ սենց մաքուր օդի հետ շփումից կարող էլի չորանա։ Դերեք տեսնեմ։ Ես թվում է այս ապարատը այդքան էլ հաջող չի ջրի համար։ Սիրելիներս, այսօր հյուրեր ունեմ, մի հատ ցույց տամ ինչ եմ պատրաստել, ընթացքում ուզում էի նկարել, բայց ժամանակ չեղավ, որ նկարեմ ինչ եմ սարքում, նորություն էր, ուզում էի թզով սարքեի, հետո տեսա, թուզը պրծել է, ստիպված սև սալորով եմ պատրաստել, մի հատ ցույց տամ։ Ահա, այս թխվածքը թուզերը պետք է լիներ վրան, քանի որ թուզ չունեի, սև սալոր եմ դրել, կարենը կերելա շատ է հավանել։ Եթե ուզում եք իմանալ բաղադրատոմսը, գրեք, անպայման կպատրաստեմ մեկ անգամ ևս, հույս ունենանք թզով։ Տեսքն է վատը չի, հա։ Սա էլ մեր ավանդական գաթան։ Ես միշտ պատրաստում եմ, որ հյուրեր պետքա ունենանք, գաթան պարտադիր պետքա ներկա լինի մեր սեղանին։ Բա, չեն փակում։ Այս կրիշկը ո՞րն էր դրած։ Փակել էր կարեսի։ Ահա, ուրեմն սա այսպես, սեղան այսպես դրել եմ, ցույց տամ թթուն, շատ համեղ է ստացվել թթուն, արդեն կեսից ավելը կերել ենք ասեմ, այստեղ սենց աղցան եմ պատրաստել գազարով և բազուկով կարմիր, ինքը շատ համեղ և օգտակար է, և ինչ ենք սարքել, մի հատ էլ խոհանոցում ցույց տամ, ոյ քանի հյուրերս չեն եկել, ցույց տամ արագի մեջ ինչ եմ պատրաստել, խառնա, մի նայեք մեր տները, ուրեմն ամենահամեղ ուտեստը խորովածի հետ։ Այստեղ էլ սպանախն եմ տապակել, ձվով և սպասում ենք քյաբաբին սիրելիներս, քյաբաբ ու խորոված ենք պատվիրում, այս վերջերս էլ չենք պատրաստում տանը քյաբաբ խորոված, պատվիրում ենք, պատվերներ կարող ենք տալ, Instagram-ի էջը, եթե լավ եմ հիշում, համեղ խորոված, հենց կրակի վրա խորովածը քյաբաբը անում են ու հասցնում են տուն, բերում են, առաքում են տուն, առաքումը 50 եվրոից սկսած անվճար է լինում, մի խոսքով հեսա կբերեմ ցույց կտամ, շատ համեղ քյաբաբ և խորոված են պատրաստում, ովքեր որ Ստրասբուրգում են ապրում, կարող են պատվիրել, շատ համեղ է շատ, հեսա դա էլ ցույց կտամ ու ինչ է ուզում ասել, քյաբաբն արել է, հետո ուզեցել է արդեն առաքումանի բերի հասցնի այստեղ, նկատել է, որ խորովածը մոռացել է պատրաստի, նորից անցել է գործի,
Կարենը զանգում ասում եմ մոռացել էի, որ խորոված էլ կար։ Հիմա լավա հյուրերը չեն եկել, ուշանում են ու խորովածն ու քյաբաբը եկավ, թե չէ խայտարակ էինք լինելու։ Հյուրերը գալու են, ասել ենք սպասեք, հեսա խորովածն ու քյաբաբը կգա։ Դա այդպիսի դեպքեր էլ ա լինում, նախորդ պետք է մի հատ հիշացնեք, որ հանկարծ չմոռանան, էլի։ Բարև ձեզ։ Այդ նկարել էլի։ Վեր հյուրերն եկել են ու մի հատ տեսեք ինչ են բերել Վահեի։ Ես դու ես սարքի հասիկ։ Այ քեզ բան պրավել։ Հոյակապ, խոսքեր չկա։ Հատ նայեք, ինչա բերել։ Լույսերով, բան, էլի սենց։ Ուրեմն առիթ կար, դե հասկացաք, Վահես վարորդական իրավունքները ստացել է ու հիմա մեր հարևանները եկել են շնորհավորելու ու նա տեսեք ինչ են բերել։ Բա Վայ, ապագա մեքենա, այս ինչ փոքվա։ Քո սիրած մեքենան է երևի, հա։ Էդ էլ իմացե Հասմիկը նկարը։ Էսի դի պահես, բայց հա։ Ահա, նայ, le chef bureau, David Avakyan, ճոգիր, David Avakyanն է chef bureau-ն, ես ելարի կարդա, վայ, chef bureau-ն, David Avakyan, ես իպտի պարես, խորովածը, հա, այդ բաց, ասես խորովածը, ասի, չգիտեմ, իմացար խորովածը մոռացել էր բերել, այսի քյաբաբն է, մի հատ նայեք ես էլ խորովածը, ես ինչա, հա, պասեք, մի հատ միջև չնկարեմ, ձեր չտակ, հա, այսի սոուսներն է, միշտ սոուսը լավաշը հետը դնում է, խորովածն է վերջի ռոպեին։ Թե ոնց ու լավ է։ Հələ կդրի ես լավաշները տանեմ։ Խոսքով սենց։ Գնանք հիմա արագ հետել կողքը, էսի սոուսներն է ու կանաչի սոխ է, սրտռումա հետը դնում է։ Սոուսներն է նա ցույց տան։ Սենց մեկ բա անձեռոցիկն է մոռացրես անգամ միշտ բերում անձեռոցիկ դարձենք վրեմ ես սոխս ես սիրում գնացի այսպես դե տար Կարինա ջանս տար երկելով տար ասա խորովածը շատ լավ բան է Ապե, ուզում ախմի ու տո խմող տղա է, խորովածը ոնց ապրնել Ջուր չի ուզում այնը Հոտը գելակիտը Բայց սեզ ճիշտ չի էլի, մսի հետ պետք է խմի Էդ ենք իրա ջուրն է խմում Հələ թողեք թող մի հատ խորովածը կծիս ենք հոմուղ Ամուղա Ապա, այդ ենք, կեր թող էթա Մամանուրա, կարինենուրա Այդ օթայինները Դե թողեք միսի կուտի դե ասումա Ապրի Հասմիկ, ապրի, էլը մի հատ տեսեք ինչ հնազանդ, սիրում պարում Նազանքով, սիրում Դավիթ արի պարի դու էլ արի, չես կալիս, հեսա իրեք շապտի պարի եք Ապրեք, վայ, ելով դիմանատ ձեզ, ելով դիմանատ Հասմիկ, հիմա ոնց անենք ես լույսերը, որ հանենք, նոր կտրեմ Էդի արդեն 10 անգամ նկարի, դե կդրի Չէ ուզում եմ մեջ նկարեմ Ինչի մեջ նկարես, տորտի Հա, ես կոմից կդրի Հա, դե կտրի լավ Մեջը նկարես, կոմից կդրի Կտրենք տենանք մեջ ինչա Մրկեր ես տղե Ում եմ տալի առաջին Ինձի Կարինի Ես մի ժամ այդ
Բայց դու մեր մտածում փողոք է։ Հա, բայ Մեծ ներողություն։ ասիրում, մեծ կտոր իրան, մեծ։ Դու Երկրորդ մեկը տանք լավ, դե ես չեմ։ Ջուրերի համար է, գլխիկ էր արում, են կոնեն նշան։ Շատ ախորժել է երևան։ ես մտածում Ում եմ տալ դա։ Ջուրերին ճանապարհել ենք, հիմա արագ հավաքրտենք, մութն ընկել է, ժամը 8-ն է լինում։ Դավիթը ատամներն է լվանում, որ գնա քնի, չէ՞։ Վաղ եկել ես։ Առավոտյան շուտ պետք է արթնանաս, գնաս։ Էտա մեր ընկերները եկել էին Վահեին շնորհավորելու, որտը շատ համեղ էր, տենց յուրօրինակ տոպտիկ էին սարքել բերել։ Տով, լվատամները։ Էտա նվարտիկ արդեն անցել է մաքրության։ Էդի չես անում։ Փոշեկուն առել ու տաներն է մաքրտում։ Լավ անցավ երեկոն, միասին նստեցինք, զրուցեցինք, լավ ժամանակ անցկացրինք, հավաքի նվարտն չես կարել։ Սպասում ապրծեներ, լույսի պախավ։ Դե լավ, այստեղ ասում եմ պակա, բարի գիշեր, լավ մնացեք, չենք մոռանում լայքել, ասենց բոլորը օգնում են, հավաքրտում ենք, ամբողջ ընտանիքով, այսպես վերջի խոսքին, նա, երնակ Դավիթին չանը, Դավիթը ինչպես միշտ նստած է, հաստե ամբողջը հավաքել ենք արդեն, Դավիթ, լավ ես, հա, հասմիկ էդ լավ խաղացիր, հա, ծեն չի հանում, տենց, դե լավ սիրելիներս, այստեղ ձեզ ասում եմ բարի գիշեր, լավ մնացեք, առողջ եղեք, միշտ նոր հանդիպում։ Wow.